Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Հայ-բելգիական արդեն վստահելի մանկապարտեզն իր երկրորդ մասնաճյուղն է բացել։ 1.5-ից 6 տարեկան փոքրիկները այստեղ ջերմ ժամանակ են անցկացնում մինչ 18:30-ը։ Բելգիական նախադպրոցական փորձը այստեղ համադրված է հայկական կրթական ծրագրին։ Բելգիական մեթոդաբանության տարրերը փոքրիկների ամենօրյա ծրագրում են։ Հյուզիների փայտիկների միջոցով մաթեմատիկայի եւ մենթալ թվաբանության ուսուցում, ազատ մտածողության խթանում, տարբեր խմբակների առկայություն, օտար լեզուների ուսուցում։ Շենքային հարմարավետ պայմաններին եթե ավելացնենք եւս երկու առավելություն, առողջ ափսեի ներդրումը եւ երեխային տեղափոխումը պարզ է դառնում, որ ձեր բալիկը իդեալական հոգացության տակ է։ Հայ-բելգիական պարտեզ։ Նվիրեք փոքրիկին գունավոր մանկություն։ Բարև ձեզ, ես գտնվում եմ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ բաժանմունքի ղեկավար Իգոր Նալչաջյանի հետ մի փոքր խոսենք այս բաժանմունքի մասին։ Իհարկե պատկերը ուրախալի չէ, սակայն հարկ է ամեն ինչի մասին ինֆորմացնել մեր հետևորդներին։ Բարև բժիշկ։ Բարև։ Եվ այսպես ես տեսնում եմ լացող բալիկներ, անհուսալի թվացող այսպես վիճակներ, առողջական վիճակներ, կցանկանայի նախ ներկայացնեք, թե ինչ պատճառներով են երեխաները այս բաժանմունքում։ Ասեմ, բաժանմունքը նախատեսված է բոլոր երեխաների համար նորածնային հասակից, այսինքն հենց նորածին ծննդատնից սկսած մինչև 18 տարեկան երեխաները։ Ու բազմապրոֆիլային բաժանմունքը ընդունվում են բոլոր օրգան համակարգների ախտանալով հիվանդներ, լինի դա պոլիտրավմաներ, բնածին զարգացման արատներ, կենտրոնական նյարդային համակարգի, շնչուղիների, կրծքավանդակի, ողնաշարի վնասվածքներ, որովայնի օրգանների թե վիրաբուժական, թե բորբոքային, այո։ Տրավմատոլոգիայի բաժանմունք կա, ըստ այնմ ընդունված հիվանդները, որոնք որ ընդունում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում եւ կարիք ունեն թե վերակենդանացման միջոցառումների, թե ինտենսիվ բուժման եւ խնամքի, նրանք բոլորը հոսպիտալիզացվում են մեր բաժանմունքում։ Ես վստահաբար կարող եմ փաստել, որ սա հիվանդանոցի ամենածանր բաժանմունքն է։ Այստեղ աշխատում են 24/7 ռեժիմով եւ նվիրյալներ նույնիսկ կարող են համարել նրանց։ Այո, բայց ասեմ, որ հիվանդանոցը ընդհանրապես ամբողջ իր ծառայությունները աշխատում են 24/7 ռեժիմով, այո։ Բժիշկ, եթե ամսական կտրվածքով նշենք, չասենք հստակ թվեր, չասենք հստակ վիճակագրություն, միջինում քանի երեխա եք սպասարկում այս բաժանմունքում։ Միջինում, եթե գցենք ամենամինիմալը 80 մինչև 110, միջինը 90 հիվանդ ամսական անցնում այս բաժանմունքով, տարբեր տարիքների, եմ ասում 0-ից մինչև 18 տարեկան։ Կան երեխեք, որ ծննդատնից են տեղափոխվում, կան երեխեք, որոնք որ շտապօգնությունով է տեղափոխում, կա ծնողն է դիմում, բավականին հաճախ ունենում ենք վթարներից, վրաերթներից, պոլիտրավմա երեխաներ, գլխուղեղի վնասումով, գանգոսկրերի, ողնաշարի, կրծքավանդակի, հիվանդանոցը բազմապրոֆիլային է, ունենք կրծքային վիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության, մանկական, նորածնային պաթոլոգիա եւ նեյրովիրաբուժություն եւ բոլոր այդ ծառայությունների պրոֆիլով հիվանդները, եթե դիմում են հիվանդանոց, մեր բաժինը սպասարկում այդ երեխաներին կախված իրանց ընդհանուր վիճակից։ Երեխա կա, որ բնականաբար կարիք չունի վերակենդանացման բաժանմունքի, կան երեխեք, այո, կան երեխաներ, որոնք ի սկզբանե ընդունվում են բաժանմունք, կան, որոնք որ կախված իրանց հիվանդության հետ վիրահատական շրջանի հետ կապված պետք է լինում արդեն դրանից հետո տեղափոխվեն բաժանմունք։
Այո, բժիշկ, երևի թե վստահ եմ, որ կախված հիվանդի ծանր կամ ավելի ծանր լինելուց է կախված թե որքան այստեղ փոքրիկը կմնա, բայց միջինում քանի օր է, որ հիվանդը կարող այստեղ մնալ եւ այնուհետեւ կամ դուրս հնարավոր չի հաշվարկել, նորածինների դեպքում դա կարա լինի ամիս կամ ամիսներ, մեծ երեխաների դեպքում կախված իրանց խնդիրներից, այն վնասումներից, որոնց իրանք ենթարկվել են, երեխեք կան 1-2 ամիս են պարկում, երեխաներ կան 2 շաբաթ են պարկում, երեխաներ կան 3-4 տարբեր է շատ այո, առնվազն 10-14 օր ամենա այն պակասը երեխաները կան վիճակներ հետ վիրահատական եւ կարող է ավելի քիչ դեպք, բայց իհարկե դա չի վերաբերում նեյրովիրաբուժական ծանր հիվանդներին, այո, կան վիրահատություններ նաեւ նեյրովիրաբուժական, որոնք էլի կարող է քիչ օրեր անցկացնել բաժան, հիվանդի վիճակից է կախված հիմնականում, քանի որ ես նկատեցի նաեւ նորածնային, այո, շրջանից սկսած են ձեզ մոտ հիվանդները, այլ մի փոքր խոսենք սնուցման մասին, ինչպես է երեխաների սնուցումը այստեղ ապահովում։ Այն երեխեքը, որոնք որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում ըստ իրանց վիճակի կամ չպետք է կերակրվեն այն հասկացողության, ոնց որ մենք ազգամրակցությունը պատկերացնում։ Կերակրվում են պարենտերալ տեղորայքով, ներերակային իրանց համար նախատեսված։ Այն երեխաները, որոնք որ սովորական սնուցման կարիք ունեն, թե նորածին են կերակրել չի կարելի տարբեր պատճառներով, որ ինքնուրույն իրանք ուտեն, կերակրվում են սնուցող զոնդերով, տեղադրվում աստամոքս եւ բուժանձնակազմը եւ խնամքը եւ բուժումը դա մտնում է բուժման ծրագրի մեջ։ Այն երեխաները, որոնք որ տարիքով մի քիչ մեծ են եւ ի վիճակի են ինքնուրույն ուտելու, նրանց կամ բուժանձնակազմը, երբ որ ծնողը կողքը չի, իսկ ծնողները ստեղ կարան մտնեն, տեսակցեն, բայց անդադար գտնվել երեխայի կողքը չեն կարող, դրա համար մասամբ ծնող, եթե երեխան ի վիճակի է ուտելու, եթե չէ, բոլոր տեսակի սնուցումները կատարվում է կամ զոնդով, կամ ներերակային տարբերակներով։ Այո, կարող ենք ասել, որ սա վերակենդանացման եզակի բաժանմունքներից է, քանի որ երեխաների հետ է առնչվում, որ այստեղ կողմնակի անձանց մուտք որպես միայն իդեմս մայրերի կարելի է։ Ինքը փակ բաժին է, բոլոր տեղերն է տենց, ամենակ Սուրբ Աստվածամայրում չի եւ տեսակցություն արգելել չեն կարող, ծնողը պիտի կարողանա մտնի երեխային նայի, տեսնի, դուրս գա, բայց անդադար գտնվել կողքը, դա այդ անհնար է եւ թույլատրելի չի։ Այո, բժիշկ եւ վերջին հարցս, այսպիսի բուժման երկարատև եւ ծանր փորձաշրջան անցնելուց հետո հիմնականում ունենում ենք դրական ելքեր, թե բացասական։ 97% դեպքերում ունենում ենք դրական ելքեր։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Եվ ահա այս դրական նոտայով էլ հարգելիներս մենք այսօր կհեռանանք այս բաժանմունքից, հուսալով, որ բոլոր այս փոքրիկները, որ այսօր այստեղ են, կրկին դրական արդյունքներով կգնան իրենց տները եւ մանկական ուրախ ճիչով կլցնեն իրենց տները։ Իսկ ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, գտնվում եմ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, երեխաների վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ բաժանմունքի ղեկավար Իգոր Նալչաջյանն էր իմ զրուցակիցը։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Հայ-բելգիական արդեն վստահելի մանկապարտեզն իր երկրորդ մասնաճյուղն է բացել։ 1.5-ից 6 տարեկան փոքրիկները այստեղ ջերմ ժամանակ են անցկացնում մինչ 18:30-ը։ Բելգիական նախադպրոցական փորձը այստեղ համադրված է հայկական կրթական ծրագրին։ Բելգիական մեթոդաբանության տարրերը փոքրիկների ամենօրյա ծրագրում են։ Յուզիների փայտիկների միջոցով մաթեմատիկայի եւ մենթալ թվաբանության ուսուցում, ազատ մտածողության խթանում, տարբեր խմբակների առկայություն, օտար լեզուների ուսուցում։ Շենքային հարմարավետ պայմաններին եթե ավելացնենք եւս երկու առավելություն, առողջ
աղջապսերի ներդրումը եւ երեխային տեղափոխումը բարձ է դառնում, որ ձեր բալիկը իդեալական հոգացության տակ է։ Հայ-բելգիական պարտեզ՝ նվիրեք փոքրիկին գունավոր մանկություն։